Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եգեշե Մելիքյանի եւ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանի նախախաղային ասուլիսը, որը նվիրված է Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպմանը։ Կխնդրեմ սկզբից հարցերը ֆուտբոլիստին, այնուհետև գլխավոր մարզչին։ Բարև ձեզ, հանրային հեռուստաընկերությունն Աննա Գրիգորյան, Նարեկ, խնդրեմ խոսես մի փոքր քո մարզավիճակի մասին ու ընդհանրապես թիմում ինչ մթնոլորտ է հիմա տիրում։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Մարզավիճակս մարզիչները ավելի լավ կգնահատեն, բայց ես ինքս կասեմ, որ թեմում երևի վերջի խաղը ես եմ անցկացրել, առաջնությունը մեր ուշ վերջացավ ու կարծում եմ լավ մարզավիճակում եմ գտնվում, պատրաստ եմ խաղին, ընդհանուր թիմի պատրաստվածության մասին կասեմ, որ լավ պատրաստվել ենք, ամենակարևորը գիտենք դաշտում ինչ պետք է անենք, բոլորն էլ կարելի ասել լավ մարզավիճակում են, պատրաստ ենք 100%-ով խաղին ու ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին հաղթանակով։ Վարվարա Հայրապետյան, Արբան պրես լրատվական, Նարեկ, ինչ կարծիք եւ գաղափար ունեք Մոլդովայի մասին, ինչպիսի մրցակից է ինքը մեզ համար։ Դե արդեն վերլուծել ենք հակառակորդին, լավ հակառակորդ է, բայց ուսումնասիրել ենք իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, պատրաստել ենք մեր ուժեղ կողմերը, փորձելու ենք փակել իրենց ուժեղ կողմերը եւ օգտագործելով մեր ուժեղ կողմերը հասնենք դրական արդյունքի։ Եթե կարելի է մեկ հարց հավաքականից դուրս, արդեն երրորդ մրցաշրջանն եք Վարուլում անցկացնում, հիմնական կազմի խաղացող եք, առաջիկայում կան պլաններ, տարբերակներ առաջ քայլ կատարելու համար, թե հարմարվել եք ու հիմնականում հիմա ցանկանում եք մնալ այնտեղ։ Ինչ վերաբերվում է հարմարվելուն, այո, բնականաբար հարմարվել եմ այդ թիմում, բայց բնականաբար առաջ քայլ կատարելու ցանկություն միշտ կա, ուղղակի ինչ որ կոնկրետ բան չկա այս պահին, դեռ պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանը անցկացնեմ ակումբի հետ, ապագայում ինչ կլինի դեռ չեմ կարող ասել, բայց նորից եմ ասում, լավ առաջ քայլ կատարելու ցանկություն միշտ կա ու կարծում եմ, որ պատրաստ եմ առաջ քայլ անելու ու ավելի լավ մրցաշրջան անցկացնելու։ Կան այլ հարցեր ֆուտբոլիստին։ Եթե չկան, Նարեկը հեռանա, իսկ մենք շարունակենք Գագի Ղազարյան, Նարեկ, ինչպես ես գտնում, դու արդեն հարմարվել ես մեր թիմին, կարողանում ես թիմակիցների հետ ընդհանուր լեզու գտնել խաղադաշտում։ Դե արդեն բավական երկար ժամանակ հրավիրվում եմ հավաքական, գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ փորձ ունեմ խաղալու, ճիշտ է նոր ֆուտբոլիստներ շատ ունենք հավաքականում, մեծ փոփոխություններ են եղել, բայց պարապմունքների օգնությամբ փորձում ենք շատ կարճ ժամանակում հասկանալ միմյանց, որպեսզի դաշտում կարողանանք լավ արդյունք ցույց տալ։ Կարծում եմ, որ խաղացվածության խնդիր չեմ ունենա ու լավ խաղ ցույց կտանք վաղը։ Նարեկ, արդյոք Մոլդովայի հավաքականի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց հետ մրցակցել ես Ռումինիայի առաջնությունում։ Հա, վերլուծելու ժամանակ տեսա, որ մի քանի ֆուտբոլիստ կան, ովքեր Ռումինիայի առաջնությունում են խաղում, իրենց լավ ճանաչում եմ, իրենց որակների մասին տեղյակ եմ, կարծում եմ այդ ինձ հավելյալ օգնություն կլինի վաղը դաշտում, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ կային, որ իրենց լավ ճանաչում էի ու կարծում եմ վաղը դա առավելություն կլինի։ Կան հարցեր։ Եթե ոչ, ապա շարունակենք գլխավոր մարզչի հետ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Շավարժ Հարությունյան, պարոն Մելիքյան, ճիշտ է, ժամանակը կարճ էր պատրաստվելու համար Մոլդովայի դեմ խաղին, բայց վերականգնվել են արդյոք ֆուտբոլիստները Ղազախստանի դեմ խաղից հետո եւ արդյոք լիարժեք կերպով պատրաստ են վաղվա խաղին։ Բարև ձեզ,
Այս գրաֆիկը մեզ պետք է, որովհետև Աշունը նման հարցերի առաջ կանգնելու ենք, սա մեր համար փորձ կլինի, կհասկանանք վաղը ինչքանով կարողացանք այն մոտեցումը վերականգնողական եւ պատրաստվել խաղի կար ժամանակում, վաղը կերևա ինչքանով մեր մոտ ստացվեց եւ կհասկանանք ինչն ենք ճիշտ արել, ինչը սխալ, վաղը ավելի շուտ կերևա Քան ես այսօր կարող եմ այդ հարցին պատասխանել, կարծում եմ տղաները տրամադրված են վաղվա խաղին, այդ տրամադրվածությունը կարող է միտեղ կոմպենսացնել հոգնածությանը, եթե ինչ-որ մի ֆուտբոլիստ չի վերականգնվի եւ փոփոխություններ են կարել, նորեկներ կտենակ վաղը դաշտում, որոնք առաջի անգամ են մեկնակային կազմում լինելու։ Ես հասկանում եմ, որ առաջերտին ինձ եւ բոլորիս հաղթանակ է պետք, բայց մենք ունենք ուղղություն, նպատակներ ապագայում եւ երբ մենք մտածենք ուղղակի հաղթանակի համար եւ չփորձարկենք, վաղվա օրը մեր ավելի ճիշտ չի լինի։ Դրա համար ես էլ եմ ուզում վաղը հաղթենք, բայց առաջնահերթը իմ համար շատ բան հասկանալն է այս փորձ ընկերական խաղում։ Դրա համար այո, ես գնացել եմ նման ռիսկերի եւ եթե արդարացվի, մեր մոտ ավելի լավ կլինի Աշունը։ Եթե չարդարացվի, ուրեմն ունենք ժամանակ փոփոխության ու մտածելու։ Մերսի։ Վլադիմիր Գաբրելյան, Սպորտ Որտեան, պարոն Մելիքյան, դուք ձեր նախորդ ասուլիսում նշեցիք, որ Ղազախստանին ընտրել եք, որպեսզի տեսնեք խնդիրները հավաքականում, Մոլդովայի մասին ինչ կասեք, ինչպիսի հիմքերով եք ընտրել այս մրցակցին ընկերական վերջին հանդիպումին։ Ինքը շատ նման է Կիպրոսին ու Լատվիայի թիմին, որոնք մեր մրցակիցներն են լինելու, Մոլդովյան նման խաղաոճ ունի, նման մակարդակի թիմ է, դրա համար շատ կարևոր է համապատասխան ընկերական խաղեր խաղալ ու մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես կարևորում եմ, որ համապատասխան ընկերական եւ պաշտոնական խաղերի թիմերը մակարդակով պլյուս մինուս հավասար լինեն։ Վաղվա խաղն էլ ոնց տվեց Ղազախստանը մեզ շատ մտածելու տեղ եւ պոզիտիվ եւ նեգատիվ հարցերը լուծելու ու մտածելու այդպես էլ հուսով եմ վաղը կունենանք։ Մենք վաղուց չենք հաղթել, Մոլդովան էլ վերջին անգամ հաղթանակ է տարել 2024 թվականին։ Ինչ եք կարծում, չնայած նրան, որ նշեցիք ընկերական խաղում հաղթանակը, այսպես ասած, մի փոքր երկրորդային դերում է, կարող է երկու թիմերին էլ ճնշի այդ հաղթանակի ցանկությունը։ Ոչ, ես ոչ մի ճնշում չեմ զգում։ Ես ինձ համարում եմ, որ ես ունեմ այն փորձը ու եւ գիտեմ ուր եմ գնում իմ թիմի հետ։ Ցանկությունը մեծ է հաղթանակի, բայց ոչ ճնշում։ Հետո ձեզ մի բան ասեմ, ես վերջերս մի հաղորդում էի նայում, որտեղ մեր լրագրողները հույր ունեն, այդ հույրը ասեց, որ Մելիքյանը պարտվում է, այո, իրեն ներում են, բայց այն շարունակվել չի կարելի, ասեմ, որ պետք չի ինձ ներել, ես լավ իմ գիտեմ իմ գործը ու իմ տեղը ու ես այն պոզիցիայում չեմ լինի, որ թույլ տամ ինձ ներեն կամ չներեն, ինձ պետք է հավատան կամ չհավատան։ Ավելի ճիշտ նայեք իմ աշխատանքին այդպես։ Հավատում եք աշխատեմ, եթե չհավատացին մի օր չեմ մնա։ Ես ոչ գործ կորցնելուց եմ վախենում, ոչ էլ մտածում եմ ինչ-որ մի բան ես կարող եմ չհասկանալ այս ֆուտբոլից։ Հավատացեք, հասկանում եմ, փորձ ունեմ, ճանապարհ եմ անցել, վստահ եմ եւ գիտեմ ուր եմ գնում։ Ամեն ինչ կստացվի մոտ թե ոչ, կարծում եմ ամեն ինչ չի ստացվի։ Կարող եմ օգնեմ հավաքականին, այո, կարող եմ օգնեմ։ Հավատացեք, ամեն ինչ լավ կլինի։ Եթե չեք հավատում, ուրեմն ինչքան կարողացաք օգնեմ, հետո թող գան իմ տեղը աշխատեն, շարունակեն մեր գործը, բայց վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Կան հարցեր։
պարոն Մելիքյան, Ղազախստանի դեմ խաղում այն ֆուտբոլիստները, ովքեր հրաշալի կերպով կատարել են ձեր առաջադրանքները, կլինեն Մոլդովայի դեմ խաղում մեկնարկային կազմում, թե մեկնարկային կազմում ավելի մեծ փոփոխություններ եք նախատեսում։ Կան ֆուտբոլիստներ, որոնք այո Ղազախստանի խաղից շատ գոհ են իրենց աշխատանքից, բայց վաղը չեն խաղա։ Նրա համար, որ եւ պետք է հասկանանք մյուս ֆուտբոլիստներին մեկնարկային կազմում ոնց իրենց կդրսևորեն։ Այդ ռիսկի մասին եմ խոսում։ Դուք կտենաք վաղը ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են, բայց չեն խաղում, բայց դա ուղղակի տակտիկական աշխատանք է։ Ընդհանուր առմամբ Ղազախստանի խաղից հետո ես դժգոհ եմ ոչ մի ֆուտբոլիստից, նվիրվածության, կարգապահության, այո, որ չեն կարողացել հաղթել, բնականաբար որ կլինեն տեսակետ իմ կողմից, որ բաներ կա ես գոհ չեմ, բայց դա կապ չունի վաղվա ոչ մեկնակային կազմը, որ իրանք չեն ընդգրկվում։ Վարվարա Երեպետյան, պարոն Մելիքյան, ոչ խաղի վերաբերյալ, հա, ամիսներ առաջ ձեր ասուլիսները ավելի, այսպես վստահություն ներշնչող էին, ավելի մեծ հուսադրող էին։ Նախ ձեզ հավատում ենք, սկսենք դրանից, բայց այս վերջի երկու ասուլիսների ընթացքում դուք կարմիր գծով շեշտում եք մի փաստ, որ գուցե եւ չի ստացվի։ Արդյոք դուք տեսել եք մի բան, որը ձեզ հիասթափեցրել է եւ հիմա ուղղակի ուզում եք, որ մենք էլ հասկանանք դա։ Շատ լավ հարց է, շնորհակալություն, շատ ճիշտ եք նկատել։ Այո, ես առաջ ուրիշ ձև եմ մոտիկանում, հիմա ուրիշ ձև եմ մոտիկանում։ Շատ ճիշտ էլ նկատել եք, ու այդ ես անում եմ մտածված, ասեմ, որ եթե խաղը ինչ-որ մի բան չի ստացվում, այդ ժամանակ ես հասկանում եմ ոնց են վերլուծում մարդիկ։ Ես որոշեցի, թե եթե այդպես են նայում, այն որ ասում եմ դուխս տեղն է, բայց ես տենում եմ այդ դուխի փոխարեն սկսում են քննարկել, քննադատել եւ այլն, ես որոշեցի ոնց կա այդպես է խոսում, ոնց կա իրավիճակը, ինչքանով ունեն քննարություն, ինչքան կա, այդքան է խոսեմ։ Թողուն է իմանան ինչ կարող են անել, ինչ խնդիրներ կան, ինչ չեն կարող անել այսօր, եւ խնդրեմ վերլուծեք դրանից հետո։ Իսկ եթե մի բան ավել ուզում ես ասես ոգևորել կամ ոգևորել մեր տղաներին, ոգևորել երկրպագուին, որ գնում ենք առաջ, սենց է, հետո արդեն մոռանում են մեր խնդիրների մասին ու պահանջում են։ Խնդրում եմ ամեն ինչին դուք ես ընդունում եմ եւ քրիտիկան, ես լսում եմ, բայց ամեն ինչ պետք է լինի շատ մոտիկ իրականությանը։ Դրա համար լսեք ինչ հարցեր ունի հավաքականը, ինչ խնդիրներ, ոնց կարելի է լուծել, արեք միասին այդ ամեն ինչի հարցի շուրջ մտածել։ Իսկ եթե հավաքական ունեցել է խնդիրներ, ես ընդունել եմ, պետք չի մտածել մոռանալ այդ խնդիրների մասին, արեք միասին մտածենք եւ շարժվենք առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր։ Դա ունենք ժամանակ, ունենք պետք չի որ ասել։ Սովորաբար երբ որ հավաքական հրավիրվում է տարեց ֆուտբոլիստ, ինքնին հարց տարեց ֆուտբոլիստը հրավիրվում, ինքնին հարց է ծագում, թե ինչու ինչ նպատակով, առավել ևս որ առաջի անգամ է հրավիրվում։ Չանչարևիչի հարցում արդեն բարձություն եք մտցրել, թե ինչու եք հրավիրել, իսկ Արգիշտի Պետրոսյանի հետ կապված էլի, որ իրեն հրավիրել։ Ասեմ շնորհակալություն, այո։ Որավեր ձեր համար բարձ լինի, Արգիշտի հրավերը եղել է վերջի օրերին, երբ որ ես արդեն պետք է ներկայացնեի, իմանալով որ Սերգեյ Մուրադյանը եւ Ստյոպա Մկրտչյանը վնասվածքներ ունեն, չեն կարող այս երկու խաղը մեզ օգնել, այն սխեման, որ մենք որոշել ենք երեք պաշտպաններով խաղալը, կենտրոն խաղացողի Բուենոյի փոխարինող
դուք ասեք անուն, եթե ոչ ադգիշտով կարող է այս երկու խաղը մեզ օգնել ֆորս մաժոր սիտուացիաներում։ Ասեք ազգանուն, եթե ոչ արգիշտ, եթե կարող եք ասել 2-1 պետիկը, ԲԿՄ-ի եւ Մարկը, ուրիշ ցենտրալնի մոտիկ չկան հավաքականին, կարող եմ ասել այո, երկուսն են լավ ֆուտբոլիստներ են, բայց մեր ապագայի համար այսօր արգիշտը 33 տարեկան է, ես տենում եմ ԲԿՄ-ի խաղերը ինչպես է ինքը դժվար պահերին իր թիմին փորձի հաշվին օգնում եւ կայացած ֆուտբոլիստ է, որոշեցի իրան այս անգամ հրավիրեմ, եթե ունենանք խնդրեմ, այս երկու խաղը մեզի ինչ-որ մի հարցով օգնի, բայց մենք խոսացել ենք սերնդափոխության մասին, այդ ուղին ես պահելու եմ, գնալու ենք, բայց կլինեն 1, 2, 3 խաղացող, որոնք եթե ինչ-որ մի բան մենք չենք նախատեսել եւ ունենք այդ խնդրեմը, այդ լրացնելու, ինչ-որ փրկելու, ինչ-որ իրավիճակ ներկա պահին, բայց եթե համեմատենք արգիշտ եւ պետիկ ու մարկ, պետիկ մարկ, որովհետեւ երիտասարդ տղեկ են, եթե ասենք այս երկու խաղը առայժմ իրենց ես համբերում եմ, սպասում եմ, կլինեն կես տարի, մի տարի, 2 տարի հետո լավ ֆուտբոլիստներ են, բայց արգիշտը այսօր ավելի պատրաստ է օգնելու։ Շնորհակալություն։ Չկան հարցեր։ Շնորհակալություն։